Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր մենք Media Hub-ի տաղավարում ենք եւ ես սկսում եմ իմ նոր շարքը նախընտրական podcast։ Եվ իմ առաջին հյուրը Մանե Թանդիլյանն է։ Ողջույն Մանե։ Շնորհակալ եմ մեծ պատվի համար առաջին հյուրը լինելու։ Ես իսկապես ուրախ եմ, որ դու ես իմ այս նոր շարքի առաջին հյուրը եւ մեր տաղավարի առաջին հյուրը, որովհետեւ գուցե սուբյեկտիվ, բայց կարծում եմ, որ կին քաղաքական գործիչները Հայաստանում ավելի վճռական են, հնարավորինս անկեղծ։ Այո, որքանով որ դա հնարավոր է առհասարակ այս դաշտում գործել, այդ ձևով գործել, բայց այո, ես էլ կարծում եմ, որ այդ շատ սահմանափակ հնարավորության մեջ կանայք այդ ամենայնի ու ավելի անկեղծ են, գոնե ձգտում են անկեղծ լինել։ Եվ իհարկե մենք կսկսենք այսօրվա մեծ իրադարձությունից, մեր ձևով շարժման համագումարից, արդեն ուժեղ Հայաստան կուսակցության համագումարից եւ վարչապետի թեկնածուից։ Այսինքն ուժեղ Հայաստանն այսօր հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն Սամվել Կարապետյանն է եւ մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանն ունի երկքաղաքացիություն եւ հետեւաբար դա կարող է որոշ հարցեր առաջացնել, թեև իրենք ինչ որ դրական այդ փոփոխության հետ կապված որոշ բարձաբանումներ արեցին, համանadrության մեջ այդ փոփոխության հետ կապված ասացին, որ դա կարող են կարգավորել ազգային ժողովում 2-3 եւ այլ, ամեն դեպքում սա ավելի բարդացնում է։ Ինչի գնացի նման քայլերի, օրինակ դու կարծիք ունես։ Իհարկե ունեմ եւ ես կարծում եմ սա զուտ քաղ տեխնոլոգիաների ոլորտից է։ Այսինքն իրենց ամբողջ քարոզարշավը կառուցում են Սամվել Կարապետյանի շուրջ, անձի շուրջ, հասկանալով հանդերձ, որ նա իրավական հիմքեր չունի Հայաստանի վարչապետ աշխատելու համար։ Բայց իմ տպավորությամբ նրանք ուղղակի մտածելով, որ իր հեղինակությունը ամենաբարձրն է, փորձել են այսպես տրյուկ անել, քաղաքական տեխնոլոգիա օգտագործել։ Սահմանադրության փոփոխություն իհարկե հնարավոր է, բայց որքանով է դա առհասարակ ճիշտ վարվելակերպ Հայաստանի սահմանադրության հանդեպ անձի համար փոխել սահմանադրությունը։ Իսկ նման քայլով իրենց ավելի խոցելի չեն դարձնում այս իշխանությունների համար։ Խոցելի այնքանով, որ այո, եւ դա լինելու է նաեւ հակաքարոզ առայն, որ մի անձի համար կառուցվում է սահմանադրություն, ինչը թույլ տվեք ասել ոչ միայն հակաքարոզ է, այլև եթե երևույթը նայես, ապա ընդունելի չէ։ Ես նկատի ունեմ, որ խոսում են, չէ, այսպես ամենահիմնական թեմաներից մեկն այս արդեն կարելի ասել նախընտրական փուլում, նաեւ որ գուցե Սամվել Կարապետյանի ղեկավարած ընդհանրապես չլինի ընտրացուցակում, իրենց չգրանցեն ինչ-ինչ պատրվակներով կամ ինչ-որ պատճառներ գտնեն ու չգրանցեն։ Այսօրվա որոշումը ավելի խոցելի չի դարձնում այս առումով։ Այս առումով ինչ է լինելու, չեն գրանցելու առաջին համարին Սամվել Կարապետյանին, որովհետև չի համապատասխանում օրենսդրության պահանջներին, գրանցված մնալու է երկրորդ եւ հաջորդ համարները, այսինքն ընդհանրում եմ օրինակ, եթե Նարեկն է Կարապետյան, այսինքն մասնակցելու են այդ ցուցակով, այսինքն իրենք ուղղակի չեն գրանցելու մի թեկնածուի, բայց ուժը չգրանցել այս առումով չեմ կարծում, որ նման հարց առաջանալու է։ Եվ մի հարց եւս մեր ձևով շարժման դեր, այսպես ասենք, դեռ սովոր չենք ուժեղ Հայաստան ասել, մեր ձևով շարժման մասին եւս մեկ հարց ուզում եմ քո հետ քննարկել, տես ինձ մոտ տպավորություն է, որ իրենք, ոչ թե տպավորություն է այդպես, որ իրենք մեծամասամբ խոսում են հենց տնտեսությունից, սոցիալական հարցերից եւ այլ, այսինքն իրենց բոլոր հայտարարությունները, ներկայացված ծրագրերը, իրենց քարոզարշավը մինչ այսօր հենց ուղղված էր մարդկանց սոցիալական վիճակին։ Այսինքն լիքը կարևոր հարցեր դուրս էր մնացել, օրինակ դուրս էր մնացել անվտանգության հետ կապված հարցը, արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը, տարածաշրջանային, չգիտեմ, այդ թվում նաև Արցախի եւ արցախցիների հետ կապված հարցերը դուրս էին մնացել իրենց այս մի շուրջ կես տարվա քարոզարշավից։ Քո կարծիքով ինչու են իրանք նման ռազմավարություն որդեգրել։ Իսկապես բացի սոցիալական հարցերից հայաստանցիներին այսօր ոչինչ չի հետաքրքրում։ Ես կարծում եմ, որ իրենք ընտրել են իրենց ընտրողի սոցիալական
պատկերը նրանց ովքեր իրենց ձայն են տալու իրենց ընկալմամբ եւ աշխատում են հենց այդ ընտրողի հետ եւ նրանք հաշվել գտել են որ դա երևի մեծ մաս է ինչ որ մաս է բավական լուրջ հատված եւ հետեւաբար կրկին դա տեխնոլոգիա է քաղաքական փորձելով հենց այդ ընտրողի հետ աշխատելով թիրախավորելով հավաքել ձայնել ես իհարկե ցավում եմ պատկերացնել որ ընտրությունները բացառապես կոնկրետ ձայն հավաքելու եւ միայն այդ նպատակին ուղղված process է, այլ ոչ թե քաղաքական process։ Քաղաքական process ասելով ուզում եմ շեշտադրել, որ կուսակցությունը վահակ կուսակցություն է ստեղծել։ Պիտի ունենա գաղափարախոսություն, պիտի ունենա պատճառ գոյություն ունենալու, ստեղծվելու, ոչ թե անձի համար, ոչ թե զուտ ընտրվել ինչ անելու։ Այո, բազմաթիվ հարցեր որ դուրս են մնացել։ Տեսեք, մենք խոսեցինք արդեն մի քանի ինչ որ բան լսել ենք իրենցից, որոնք որ կապ չունեն այն կարևորագույն թեմաների հետ, որոնց առերեսվել է Հայաստանը։ Այո, սոցիալական խնդիրներ կան բազմաթիվ, այո, դրանց մասին նույնպես պետք է խոսել, իհարկե։ Իսկ ես բայց ոչ միայն դրանց մասին։ Ես հիշում եմ մենք քո հետ զրուցել ենք մոտ կես տարի առաջ Նյուսեմի հարթակում եւ խոսել ենք քո քաղաքական ծրագրերից եւ ես ենթադրում եմ, որ Մանեթ Հանդելյանը հավանաբար այն տեխնացուներից է, որ եթե Հայաստան է եկել նոր ուժ անպայման պետք է գնա փորձի այդ նոր ուժի հետ աշխատի կամ նման առաջարկ ստանա, ինչի չգնացի։ Իրականում ամեն ինչ այդպես ոչ թե հեշտ չէ, այլ մարդիկ նոր բան են փորձում անել եւ բազմաթիվ նման ուժեր կան ու էլի են լինելու եւ այստեղ ես զուտ որպես փորձառու արդեն ինչքան էլ ցավալի է դա անչեսներ փորձառու քաղաքական գործիչ եմ ես տեսնում եմ այն նույն բասերն ու սխալներն ու ընկալման բացակայությունը որոնք ունեցել եմ ես նախկինում բայց կան բաներ որոնք որ չես կարող պատմել մարդիկ պիտի անցնեն այդ փուլով որ դա տեսնեն ցավոք սրտի դա այդպես է հիմա կասեք իսկ մենք դրա ժամանակն ունենք չէ չունենք փորձադաշտի ժամանակ չկա բայց առարկայական խոսենք եղել է առաջարկ մեր ձևովից Չերել կարող ես այլ կուսակցության նախագահ եմ այդպիսի առաջարկ ինչին դու ես պատկերացնում Ազատ ջան ինքը տրամաբանական էլ չի բայց մեկ համախմբում, որտեղ պետք է լինեին ուժեր, որոնք իրապես կարող են բամ փոխել միասնական ձևով Հայաստանում, նման քննարկումներ սկսվում են ու ինչ որ փուլի սկսում են դրանք անկում ապրել, որովհետև առաջ են գալիս տարբեր տեսակի չհամատեղվող նպատակներ ու այսինքն երբ որ իրենք սկսել էին Ամրան գուցե կար նման պատկերացում, որ պետք է իրենց շուրջ համախմբեն տարբեր ուժերին, հետո որոշեցին արշա ժողովրդի եւ լրագրողների եւ քաղաքական մարդկանց ընկալումներ եւ ակնկալիքը իրենցից, բայց իրենք ընտրեցին ուրիշ ճանապարհ, ինչը իրենց իրավունքն է։ Եվ գուցե իրենց PR տեխնոլոգները նման խորհուրդ են տվել ու ուսումնասիրել են դաշտը։ Ցավոք սրտի քաղաքական դաշտը առանց այդ էլ շատ պարակտված է, ճեղքված է եւ կարելի է ու կարիք կար ու ժողովուրդը հենց դրա կարիքն ուներ մի ընդհանուր մեծ հայկական ուժի ձևավորման։ Մենք հիմա խոսեցինք դու ասացիր, որ փորձեր ունես այդ թվում եւ դրական փորձեր եւ բացասական փորձեր։ Կարող եմ ասել, որ այդ փորձերը քեզ բերել են նոյան տապակ։ Այդ փորձերը ինձ բերել են հարաբերությունների բազմաթիվ քաղաքական ուժերի հետ դրական մակարդակում եւ ես նորից եթե արժեք չեմ ավելացնելու ինչ որտեղ ինձ այդտեղ չեք տեսնի ես պիտի ավելացնեմ արժեք այլապես ինքնանպատակ չէ իմ քաղաքական գործունեությունը կարող եմ հարցազրույցներ տալ կարծիք ասել բայց զուտ մասնակցության ձևաչափը անպայման պիտի արժեք ավելացնի եւ դրա համար ինձ ձևաչափն արդեն որոշվել է քննարկումներ կան, քննարկումները տեղի են ունենում։ Չէ, ոչ միայն, տարբեր ուժերի։ Եվ այդ առումով Երբ որ մենք ասում ենք տարբեր ուժեր, այնքան են ասում տարբեր ուժեր, այդքան ուժ չկա Հայաստանում։ Իրականում կա, կուսակցություն կա, դրա համար մեկն էլ ստեղծվեց, վաղն ու մյուս օրը մյուսներն էլ են ստեղծվելու, հենց դա եմ ասում։ Եվ էլի փոշիացվելու են, ձայները փոշիացվելու են։ Հետևաբար այդ լրջության ընկալումը, որ նման ձևով պետք չի շարժվել առաջ, իրականում ցավոք սրտի ես Հետո մենք ինչպես կարող ենք մեր հայաստանցիներին ասել, որ եկեք ընտրությունների, եթե նույնիսկ պահի լրջությունը անդիմությունը չի հասկանում։ Հետևյալն է, ամեն դեպքում մարդիկ պիտի դրան չնայեն։ Դու անում ես քո անելիքը, դիմացիները իրենց։ Ես քաղաքացի եմ, ես գնում եմ ընտրության։ Ես պիտի դրան վերաբերեմ որպես իմ պարտավորություն։ Անպայման կլինի ուժ, ում ես հավանում եմ։ Թող գնան ընտրեն։ Ես այդպես եմ տեսնում։ Իսկ իրականում հիմա այո, տարբեր հիմա ընդհանումներ են ունենում գաղափարական եւ ակնկալել, որ բոլորը միանգամից միտեղ կմիավորվեն, չի լինում։ Այո, զգտում կա, նպատակ կա, քննարկումներ կան, բայց պետք չի դա դարձնել մատի փաթաթան, ահա չէ, միավորեցին չեմ գնում։ Չէ, որովհետեւ դու գնում ես քեզ համար քո ընտրությունը անելու, քո երկրի համար։ Ոչ մեկին դու պարտք չես, ոչ էլ քեզ են պարտք։ Դու գնա, փոխի իրականությունը։ Ում միջոցով ընտրի։ Ըստ քեզ քանի դաշինք է լինելու այս ընտրություններին։
Ես կարծում եմ, որ դա ինչպես խոսեցինք, մի այսպես 17-ից 25 ուժ կմասնակցի դաշինքների ֆորմատով կամ առանձին կուսակցությունների։ Շատ կարևոր է առանձին թե դաշինքի ֆորմատով։ Դա երևի կապ ունի ով ինչպիսի բանակցություններ է վարում, ուր է հասել այդ առումով, եւ ես կարծում որ կլինեն դաշինքներ, երևի 2-3 հավանաբար կհասկանանք ինչպես է ձևավորվում, բայց ես նորից պիտի ընտրողին ասեմ, հիասթափվել, որ ահա այսքան մասնակցող կա, կարիք չկա։ Այո, մասնակցողներ կան, քաղաքական դաշտը հագեցված է, բայց քաղաքացին ինքն էլ պիտի որոշի, որ ինքը գնալու է ընտրության, ընտրի նրան այս կամ այն պատճառով, որովհետև ինքը ունի պատճառ, ոչ թե քաղաքական ուժերի մասնակցել կամ չմասնակցելն է։ Մանե ջան, իսկ կարես պատկերացնես օրինակ sense իրավիճակ, ընտրություններից առաջ 1 կամ 2 ամիս առաջ, արդեն մի ամսից հա փաստացի, տարբեր ոչ մեծ այսպես մեղմ ասեմ, հա, ոչ բարձր վարկանիշ, մոտավորապես 1% վարկանիշ ունեցող կուսակցություններն իրենց ղեկավարներով հանդես գան միասնական ինչ-որ հայտարարությամբ, ասեն, մենք չենք մասնակցում ընտրություններին, մենք քարոզում ենք հօգուտ ընդդիմության։ Սա հետաքրքիր ընկալում կունենա հայաստանցիների մոտ։ Հայաստանցիները կհասկանան այն ընտրողը, այն բնակչությունը, որի մասին հոգնել ենք խոսել, որ ապաթիայի մեջ են, որ իրենց պետք է ստիպել, որ գան ընտրությունների համոզել եւ այլն, իրենք կտեսնեն, որ ոչ միայն իրենցից են լուրջ մոտեցում պահանջում, այլ հենց ընդդիմությունն էլ է լուրջ, քաղաքական գործիչներն էլ են լուրջ, մարդիկ, որ ավելի շատ բան գիտեն թե քաղաքականությունից, թե Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ընթացող զարգացումներից մի քիչ ավելի հեռուն են մարդիկ լուրջ մոտեցում ունեն եւ հասկանում են, որ հունիսի 7-ի ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Չես կարծում, որ Այո, դա տարբերակ է, որ կարելի է անել ու դիտարկել եւ դա չես կարող մնացած որևէ ուժի ասել, ամեն մեկը իր մասով որոշում է կայացնում, բայց այն մարդիկ, ովքեր աջակցում են այս ուժին, անպայմանորեն չի նշանակում, որ նրանց ուղղորդմամբ պիտի աջակցեն մեկ այլ ուժի, որին օրինակ ուղղորդում է տվյալ ուժը, որտեղ այլ կերպ հարց է առաջանում, բայց ինչու միասին չեք մասնակցում, իսկ ինչ խնդիր կա։ Այս հարցերի պատասխանները ու բազմաթիվ հարցեր, ես 1-2-ն եմ ասում, հնարավորություն չի տալիս ուղիղ խոսել ընտրողի հետ։ Եվ հետեւաբար կուսակցությունները ինչ են անում, կամ մասնակցում են, կամ միավորվում են դաշինքում, կամ էլ ոչինչ չեն անում։ Այսինքն այս առումով միգուցե եւ ճիշտ ասելիք է, որ պաշտպանել աջակցել ինչ-որ մեկին, եթե չեն մասնակցում կամ չմասնակցել հենց այդ պատճառով, միգուցե, բայց այդ դեպքում կուսակցության գոյության իմաստը, անելիքը, ապագան դառնում է անհասկանալի եւ դա պիտի բնական պահանջով ապագայի մասին կուսակցության առաջնորդները սկսեն մտածել, երբ որ Հայաստանում արդեն կլինի քչից շատից նորմալ իշխանություն, երբ որ կհասնեն մի նպատակի, երբ որ Նիկոլ Փաշինյանը իր ԿՊ-ով հեռանա, հետո նոր նստեն մտածեն իրենց կուսակցական ապագայի մասին։ Ես ուզում եմ հասկանալ, մենք կրկին նույն պատկերն ենք ունենալու, ինչ 2021 թվականին մենք դեժավյու ենք ունենալու։ Դա 2021 թվականին այլ պատկերեր, այդտեղ ինչն է տարբերությունը որն է։ Չէ, դա նախկիններ եւ ներկան եւ ահա դուք եք Թալանչին, թե դուք եք պատերազմը խոսույթի արանքում ոչինչ չէ կուսակցություն։ Այո։ Դե տեսեք, նրանք էլ այդ ձայները չեն հավաքում, հիմա դրա այդ բարագայում տվյալ մարդիկ ուղղակի չեն ընտրել, հիմա այդ մարդիկ չեն անցել։ Դրանից իրենք եզրահանգում անում են թե չէ, չեմ կարող ասել, բայց այո, լավ կլինի, որ անեն եզրահանգումներ, բայց քանի դեռ մենք խոսում ենք, ստեղծում են կուսակցություններ։ Անկեղծ, դուք կուզենաս առանձին մասնակցել կուսակցությունում, թե ինչ որ մի մեծ դաշինքի մեջ, օրինակ Ծառուկյանի դաշինքի մեջ, անկեղծ։ Ես նպատակահարմար ոնց որ ասացի, իմ մասնակցությունը պիտի արժեք ավելացնի։ Ես մասնակցի միայն այն դեպքում եւ այնտեղ, որտեղ իմաստ ունի եւ ես բերելու եմ ինձ այդ ձայներ, էլեկտորատ եւ այլն։ Որտեղն է այդտեղը։ Իմաստը որտեղ է։ Ես հիմա դա չեմ կարող։ Դուք համար դեռ որոշում չունես։ Չէ, ինձ համար ունեմ, բայց ես դեռ չեմ բացահայտի, որովհետեւ քննարկում եմ գործընկերների հետ եւ այս պահին դեռ կոռեկտ չեմ համարում դա անել, քանի դեռ հրապարակային հայտարարություն չկա։ Կանենք հայտարարություններ եւ ես կբացատրեմ, կմեկնաբանեմ նաեւ իմ մասնակցության ձևաչափի։ Երբ եք անելու։ Հուսով եմ, որ մինչեւ փետրվարի ավարտ արդեն կունենանք պատկերացում։ Մանե ջան, պատկերացրու, որ հիմա դու օրինակ պատկերացրու հնարավորություն ունես մի շարք անդիմադիր կուսակցությունների ղեկավարների ինչ որ մի սենյակում եք գտնվում, մենակ եք, չկան տեսախցիկներ, չկան լրագրողներ, դու ինչ որ բան ես իրենց ասում, որ իրենք քեզ կլսեն, ինչ կասես։ Ինչ որ մի բան, որ իրենք հաստատ դա կանեն։ Որ այնուամենայնիվ որակյալ դաշինքը եւ միասնությունը անհրաժեշտ է եւ կողք պետք է դնել բոլոր տեսակի
ամբիցիաները, թեկուզ արդարացված, երբեմն ոչ արդարացված, բայց միասնական եւ բոլորով դաշինքով մեծ դաշինքով հանդես գալը շատ ավելի կարևոր է, քան տարբեր տեսակի առանձին վերցրած Դու իմ նախորդ հարցին պատասխանեցիր, չէր ուզում պատասխանել, բայց փաստորեն պատասխանեցիր քո կարծիքով։ Շատ են խոսում, որ Փաշինյանն այսօր չունի բարձր ռեյտինգ, ու արկանիշ չունի, պատկերը 21 թվականի պատկերը չի կրկնվի, իսկ իրականում չկա քեզ մոտ տպավորություն, որ այդ ամենայնիվ իր աջակիցների թիվը բավականին մեծ է։ Տարբեր հանգամանքներից կախված է լինելու այս ընտրությունների արդյունքը։ Աջակիցներ ունի, այո, դրանք շատ են, ոչ այնքան, որքան իրենք ուզում են դա ցույց տալ եւ ստեղծել այդպիսի։ Մենք կարող ենք խոսել ոտ 20%-ի մասին, դե կարծիքով ավելի 20-ից մինչև 30 կարող է եւ լինի աջակցություն։ Իսկ ադմինիստրատիվ ռեսուրսը, ադմինիստրատիվ եւ այդ ամբողջն իրար է 30%։ Այո, եւ եթե այս պարագայում ընդդիմությունը կարողանա հանդես գալ մտածված եւ տակտիկապես նաեւ լավ մշակված մարտավարությամբ, ապա հնարավորություն կա թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին հավաքել մեծամասնություն։ Ես դա տեսնում եմ, բայց ես նաև տեսնում եմ, թե ինչպես է ընդդիմությունը չկարողանալով ռազմավարական ճիշտ որոշումներ կայացնել համատեղ, ընդ որում անպայման չի միասին մասնակցել, բայց կարևոր է լսել իրար եւ ճիշտ թիրախներ Ջրմի հրճակագիր ստորագրեք բոլորը իրար։ Ոչ միայն հրճակագիր, դա բնական պիտի լինի, որովհետև շատ տարբեր թղթեր են ստորագրած մնացել թղթի վրա։ Պիտի տեսնել իրար եւ որոշել, որ մեր նպատակը Նիկոլին հաղթել եւ իշխանություն ձևավորել։ Եթե այդպիսի նպատակ կա, դա հնարավոր է անել։ Գագիկ Ծառուկյանը խոսում է Նոեն Տապանի մասին, բայց ինձ մոտ ուրիշ պատկեր է։ Ավելի շուտ Բաբելոնյան աշտարակի պատկերն է, որ ընդդիմությունը խոսում է հազար ու մի լեզուներով եւ իրար չեն հասկանում։ Ես գիտեք, որ նաև մինչև 17 թվականների, մինչև հեղափոխությունն եմ ընդդիմություն եղել եւ ընդդիմության մասին նույն բանն էին ասում։ Այսինքն մենք ակնկալում ենք, որ ընդդիմությունը միատար է, միասեռ է, մեկը մյուսին նման է։ Այդ դեպքում ինչի են առանձին ստեղծվում։ Ես հասկանում եմ, տեսեք, ես ինքս էլ ասացի, լավ կլինի, որ գտնենք այդ ընդհանուր լեզուն, որը արկա է, կարելի է փորել ու գտնել։ Դժվար է, այո, անհնարին է ոչ, բայց դա չի նշանակում չփորձել։ Այո, կարող է չստացվել։ Եվ չստացվել չի նշանակում հիասթափվել բոլորից, որովհետև բոլորը չեն միավորվել, չէ, որովհետև այո, իրենք տարբեր են, դրա համար ուժերն են տարբեր։ Հասարակությունն ու ակնկալ դրա համար ինչ եմ ուզում ասել, մարդիկ պիտի գնան ընտրության, ընտրեն նրան, ում հավանում են այս կամ այն պատճառով իրենց համար ինչն է ամենագլխավորը եւ ընտրել այդ ուժին։ Հիմա տեսեք, ասեցիք, մեր ձևով խոսում է տնտեսությունից։ Կլինի մարդ, ով տնտեսությունն իր համար ամենակարևորն է։ Ուրեմն երևի թե պիտի կամ սոցիալական հարցը, պիտի որոշում կայացնի։ Հիմա կա մարդ, ում համար կարևոր է Արցախը։ Ուրեմն պիտի այս տեսակ հայկականությունը, արժեքները, պիտի տեսնի այն ուժը, որը այդ մասին է առաջարկը, պիտի գնա ընտրի նրան։ Արդյունքում կհաջողեն երկուսն էլ եւ հետեւաբար կունենանք փող զսպող իշխանություն կառավարություն։ Շատ վատ է, որ 50-ից պլյուս մեկն է մի գնացեք 30 կուսակցությունով, սրա մասին է խոսքը։ Դա, այո, դա մեկ այլ հարցն է, որովհետև հիմա նաև շարունակեմ միտքը զարգացնել, Ազատ ջան։ Իրականում, երբ որ մենք ասում ենք, դու խելամիտ ուժերը, ողջախոհները կարող է եւ հասկանան եւ չանեն այդ քայլը, բայց ստեղծում են այլ կուսակցություններ։ Նրանք գնում մասնակցում են։ Այդ դեպքում ինչ է ստացվում։ Նա ով հայրենանվեր է, խելացի է, աչք հաշվեց, չմասնակցեց, հասկանալով խնդիրը, մասնակցեցին մեկ ուրիշ ուժեր։ Այդ նորաստեղծները մասնակցեն նրանք մի տոկոս անգամ չեն հավատի։ Հավաքում են ինչ-որ բաներ, յուրաքանչյուրն ունի իր ձայնը, բայց շեմի տակ որ մնում են, որտեղից են մնում, իհարկե չի մնում, բայց դե 20-ն են մասնակցում, այդ քեզ 20%։ Եթե մի տոկոսից ենք խոսում։ Չէ, ուզում եմ ասել, որ արդյունքում միշտ ես դա ցավում եմ ասել, բայց ողջախոհը, խելամիտը, նվիրյալն է տուժում, երբ որ նման որոշում է կայացնում։ Ես մտածում եմ, թե Հայաստանի պես երկրում ընդդիմության ինչ որ primary-ից պետք է լիներ եւ իրենք դա հասկանային, բայց ստացվում է, որ ոչ մի բան չեն հասկանում եւ դրա հետ մեկտեղ ակնկալում են, որ այս բնակչությունը պետք է անգամ ակտիվ մասնակցի ընտրություններին, պետք է հասկանա, որ կարևոր ընտրություններ են, որ սրանք կենսական նշանակություն ունեն այս ընտրությունները մեզ համար, որ սա հայկականի եւ ոչ հայկականի միջև ընտրություն է։ Եթե ընդդիմությունը դա չի կարողանում անցալել այն աստիճանի, որ ինչ որ նույնիսկ իրանք հույս չունեն, որ կանցնեն այդ ազգային ժողով, բայց մասնակցում են։ Ես ուզում եմ հասկանամ կուսակցությունը, որ ունի 0.8%, եթե ասում եմ առանձին գնում եմ մասնակցել ընտրությունների, ինչի վրա է իր հույսը դնում։
տարբեր պատճառներով են դա անում, օրինակ ես օրինակ դառնալ մարդկանց համար լսելի հանրային, որովհետև գնում են օրինակ հանրային եթեր, եւ ապա կառուցում իրենց քաղաքականություն եւ ասում այն մյուս ընտրություններին կստացվի արդեն։ Իսկ եթե արդեն մի քանի ընտրությունների մասնակցել են անհաջող, փորձում են մնալ դաշտում քաղաքական։ Ես դա հասկանում եմ, զուտ պատճառ ձեզ բացատրում, ընդունելի չի, բայց պատճառը ես գիտեմ։ Հիմա իրանց ասել դա մի արեք, այլ եմ ասում, դրանք կլսեն այն կուսակցությունները ու մարդիկ, ովքեր ողջախոհ են եւ լավն են եւ հայրենանվեր, բայց կանեն նրանք, ովքեր ոչ։ Եվ արդյունքում կունենանք այն լավ ուժերը հետ քաշված եւ արժևում նրանք, ովքեր ոչ։ Կարող եմ անեմ, մենք սխալվում ենք եւ այդ թվում նաեւ այդ բազմաթիվ կուսակցությունների առաջնորդները, անդամները մտածում են դե լավ, նորմալ է ամեն ինչ երկրում, ասենք չկա նենց խորը ճգնաժամ չի, ինչի մասին մենք բարձրաձայնում ենք, նորմալ է, էլի, գնանք ինչ կլինի, կարող է նման խոսակցություններ կան, մենք չգիտենք։ Դա չգիտենք։ նշանակում է քաղաքականապես տհաս լինել եւ չհասկանալ ինչ է կատարվում երկրում։ Բայց ավելացրեց Վարկանիշը։ Մեծացավ Փաշինյանի Վարկանիշը վայրից հետո։ Կարծում եմ դա նաև Քարոզ Արշավին Փաշինյանի անկում ապրող Վարկանիշին աջակցություններ Ամերիկայի կողմից եւ առհասարակ այդ խաղաղության այդ ձևով խոսելը Չէ, ուզում էին, ասենք, ենթադրենք ուզում են բարձրացնել, բայց իրականում ավելացավ։ Իր նպաստումը ունեցավ։ Այսինքն մի քանի տոկոսով աջակիցների թիվը ավելացավ։ Տոկոս տենց չասենք, բայց նպաստումը ունեցավ առայն որ տվեց թեզեր այս իշխանությանը, որոնք իրենք հաջողությամբ իսկ մենք գիտենք ինչպես են։ Իսկ դուք կպատկերացներ, ասենք մի 5, 6, 7 տարի առաջ, որ Հայաստան կգա առաջին անգամ Միացյալ Նահանգների փոխնախագահը, որն ընդգծված հայտարարում է իր քրիստոնեական արժեքների մասին, եւ ոչինչ չի անի Բաքվում պահվող մեր գերիների համար։ Սա ինչ է, մեր թուլությունն է, մենք չունենք պետություն, սպյուրք, այսինքն մեր անելիքը իշխանության մակարդակով չի արվելու։ Դրա համար էր նաև ժողովուրդը փորձում ձայն բարձրացնի ցույց տալիս, որ մենք ինչից պիտի օգտագործենք, ինչպես իրենք մեզ, այնպես էլ մենք իրենց խոսքերը։ Երբ որ Թրամփը խոսում էր 23 հայ քրիստոնյա գերիների մասին եւ ասում, դե Ալիևին ես որ ասեմ, երևի չի մեռի, մենք պիտի դա նաև օգտագործենք։ Այսինքն մենք էլ պիտի հասկանանք, որ իրենք իրենց շահերի համար են անելու։ Եվ միշտ է այդպես եղել։ Կլինի դա Ռուսաստանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, թե Եվրոպան, բոլորն իրենց շահերն ունեն։ Մենք պիտի գտնենք այն տեղերը, որտեղ մենք կարողանալու ենք օգտագործել օգուտ մեզ։ Հիմա ասում եք Վենսի այց Հայաստան, բնականաբար նաև հետո Ադրբեջան, դրանք համեմատության մեջ են իրենց որակական իմաստով, իրենց Հայաստանի եւ Ադրբեջանի նշանակության իմաստով իրենց մտքում։ Եվ այս առումով համեմատությունը յոքուտ Հայաստանի չէ։ Բայց երբ որ ասում եք Վենսը օգնեց Փաշինյանին, այո, այս առումով աջակցություն է, որովհետև պիտի ասենք էլ որ վարչապետի կամ ղեկավարի օրոքեր փոխնախագահ եկել Հայաստան դա մեր դրումներ ինչ որ ատոմագաներ մոդուլային կարողացան երազում ամերիկյան դրոշի տակ գործարան կառուցել, այդ մասին բոլորը մոռացան եւ հանեցին այդտեղից, որտեղ Ադրբեջանը ասաց մի հատ անցեք այդ կողմից։ Եւ այս ամենը, այսինքն ինչա, գարոշ չական ինձ մի բան էլ զարմացրեց, մանե որ այնքան էին տարված այս նախընտրական ինչ-որ բաներով ընդդիմադիր կուսակցությունները, որ չկարողացան նույնիսկ համախմբվել Վենսի այցի շրջանակները մեծ հանրահավաք անել։ Երևի այլ կարևոր գործեր ունեին, դե մենք գիտեք մեզ համար շատ կարևոր է հայ գերիների ազատ արձակումը եւ մինչեւ վերջին մարտը հետ չգա, մեզ համար այդ հարցորակարգից դուրս չի գալու։ Եվ այդ առումով մենք փորձեցինք նաեւ արցախցիների հետ ցույց տալ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց, որ այստեղ մարդիկ անտարբեր չեն այդ հարցի շուրջ։ Այո, կարող մարդիկ այդ օրը չեն գալիս, այդ պահին չեն գալիս, դա բնական է, բայց նրանք պիտի իմանան, որ այդ ձայնը հնչեցնող կա։ Եվ ըստ լրատվության իբրև թե ինքը բարձրացրել է այդ հարցը Ադրբեջանում, հույս ունեմ, որ դա տեղի է ունեցել, հույս ունեմ, որ ինչ-որ մարդիկ կգան, ես ենթադրում եմ, որ այս ամեն շրջանակում ինչ-որ մարդկանց եւ այնպես կլինի Ռուբեն Վարդանյանը դրանց մեջ։ Ես դա չեմ տեսնում։ Դրանց մեջ չի լինի։ Մինչև ընտրություն ես չեմ տեսնում այս աշխարհաքաղաքական դասավորումների ներքո, որովհետև հայրենասեր մարդու անհրաժեշտությունն այնքան որքան կա այսօր Հայաստանում, ուղիղ հակառակն է մնացածի շահերի հետ եւ աշխարհաքաղաքական տարբերվում Ռուբեն Վարդանյանը հայաստանյան այսօրվա իշխանություններից եւ ոչ միայն իշխանություններից Բաքվում նստած լսեք երեկվա նրա ձայնային ուղերձ։ Այսինքն մենք ինչի մասին, ում ինչի հետ ենք համեմատում, ում հետ ենք համեմատում։ Հետևաբար այն, որ նա հայրենասեր, նվիրյալ իշխանություն Հայաստանում ոչ ոքի պետք չէ,
իմ անհանգստությունը Այսինքն այդտեղ այդ պատճառով է նա այնտեղ նստած Իսկ ընտրություններից հետո ընտրություններից հետո ասում աշխարհակաղակական վերադասավորումների պիտի նայել ու հասկանալ Ռուբեն Վարդանյանը միշտ լինելու է Հայաստանի սիրահար, հայ մարդու սիրահար եւ միշտ բերելու է իր հետ հայկականություն քանի դեռ մենք չենք կարողանում պաշտպանել դրա լինելիությունը, նրա կյանքը եւ առողջությունը վտանգ։ Ուզում եմ մի քիչ անկեղծ հնարավորինս, չգիտեմ, բարձրաձայնեք մեր մտքերը այն տարածաշրջանային հարցերի շուրջ, որ այսօր արկա են եւ այն փոփոխությունների շուրջ մենք աշխարհակաղակական ինչ որ այնպիսի փոփոխությունների շրջանում ենք, որ նույնիսկ մենք, ես, դու, լիքը ուրիշ մարդիկ, որ քիչ շատից հետևում են այդ իրադարձություններին, միջազգային լրահոսին, ինչ որ հոդվածներ են կարդում, մարդկանց են հետաքրքիր լսում։ Մենք չենք հասկանում ինչ է կատարվում, հա։ Իսկ դու չես կարծում, որ այդուամենայնիվ այդ փոփոխությունների ֆոնին մենք ունեինք շանս այդ փոփոխությունները հոգուտ մեզ կամ եթե ոչ հոգուտ մեզ օգտագործել, գոնե հնարավորինս քիչ վնաս ստանալ։ Եվ երբ որ դեք ես նշեմ Ռուբենի մասին խոսում հաճախ ու խորքային այն կամուրջն է, որի մասին նա միշտ խոսում էր։ Մենք հասկանում ենք եւ այն կողմին, եւ այս կողմին, երկուսի լեզվով էլ բառի բուն իմաստով եւ փոխաբերական խոսում ենք։ Տեսեք արդեն Թրամփն ու Պուտինն են լեզու գտնում, փորձում եզրեր գտնել ուրիշների հաշվին, այդ թվում նաեւ մեր հաշվին, այդ թվում նաեւ Ուկրաինայի տարբեր շահերի, չէ՞, Չինաստանի Այնց այդ լեզուն է, որ մենք կարող ենք ունենալ, ճիշտ հասկանալ ինչ է կատարվում աշխարհում եւ այդ կապող ուղղակը լինել ու դարձնել Հայաստանը պաշտպանված ռազմավարական առումով։ Եվ հենց այդ շահերի ներքո պաշտպանված, որովհետև մենք կարող ենք լսենք ու խոսենք իրենց լեզվով։ Եվ սա է, որ այս իշխանությունը անունակյան է։ Հիմա մենք ինչ ենք վերածվել տարածքի, որով գնում գալիս են խաչմերուկի, ինչպես իրենք են ասում։ Բայց կլինի դա խաղաղություն, նայածում է դա պետք, նայածում պետք չի։ Այսինքն չէ խոսել աշխարհագրական դիրք, ռուսամետ եւ այլ։ Ընդհանրապես դրա մասին խոսք չի կարող լինել Հայաստանում, ազա։ Մենք պիտի հասկանանք, որ մեր շահերը աշխարհի փոփոխական են, մենք մի փոքր երկիր ենք, որտեղ պիտի խոսել, ծիծաղելի Իհարկե մենք պիտի ճիշտ պահին, ճիշտ գործողություն անենք եւ ճիշտ հարաբերություններ ունենանք, ինչը ամենակարևորն է։ Եվ մենք չենք կարող այսպես ճամբար ընտրել ու գնալ այդ մեր տարածքում կլինեն բախումներ ոչ մեր մասին։ Սա որպեսզի པարզ լինի։ Մեզ անհրաժեշտ է ունենալ շահերի համադրում մեր տարածաշրջանում, գերտերություններ եւ խոսել բոլորի հետ։ Չենք կարող թշնամիներ կերտել ինչ որ մի պետությունից։ Ինձ ամենից շատ գիտես հետաքրքրեց եւ մի հայտարարություն Վենսի հայտարարություններից բակվում, որ ասաց հետեւյալը մոտավորապես, որ Ալիևը այն եզակի առաջնորդներից է, ով ունի լավ հարաբերություններ եւ Իսրայելի եւ Թուրքիայի հետ։ Այո, եւ Իրանի հետ է կարգավորում արդեն հնդացած հարաբերությունները։ Դա դիվանագիտություն է, դա սեփական արժեքը գիտակցելու եւ դա ճիշտ դիրքավորելու կարողություն է։ Ու մեկ էլ դու հավանաբար նույնպես հետևում ես ինչա կատարվում Հայաստանի շուրջ, չես կարծում, որ Ռուսաստանի այս մի տեսակ անտարբեր դիտորդի դերում են ոնց որ թե, այսինքն ինչ որ հայտարարություններ անում են, երբ որ Հայաստանի իշխանությունները ակնհայտ հակառուսական քայլերի են գնում, բայց այդուամենայնիվ բավականին զուսպ հայտարարություն է։ Չես կարծում, որ կգա մի պահ, որ Ռուսաստանն էլ արդեն ստիպված կլինի ինչ որ կոշտ քայլերի գնալ մեր նկատմամբ։ Նախ պետք է այնպես անել, որ ստիպված չլինի Ռուսաստան անել քայլեր, որովհետև դա վտանգավոր գործողություն կլինի, քայլ կլինի։ Այն որ Ռուսաստանը այսօր ունի այլ առաջնահերթություն, դա ակնհայտ է եւ հենց դա է պատճառը, որ այսպես թողել է Հայաստանում կամ հնարավորինս քիչ վնասով դուրս գա այս վիճակից, ինչը կատարվում է Հայաստանում։ Հիմա Ռուսաստանը այդ ուղղությամբ է, բայց ավարտվելու է, չէ՞, մի օր իր եւ Ուկրաինայի այդ հարաբերությունները բարձրաբանվելու են։ Երբ որ ավարտվելու է արդեն էլ բան չի մնա։ Ու հետո երբ որ հայացքը շրջեց դեպի այս կողմ, ինչ է լինելու Հայաստանի հետ, որը կերտում է Ռուսաստանից եւս մեկ թշնամի այսօր այս իշխանությունների օրոք։ Եթե այսպես շարունակվի, սա կարա լինի անդառնալի հետևանքով հայացքի շրջադարձ։ Մենք պիտի լինենք այնպես, որ հասկանալի լինենք եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի։ Մի քիչ կանացի թեմաներից խոսենք, էլի Մանե ջան, մի քանի րոպե դեռ ունենք։ Տես կանայք կարծես թե ավելի ակտիվացել են, ասենք, չգիտեմ, դու ես, ուրիշ կանայք էլ կան, մեր ձևով շարժման մեջ կանայք կան շատ։ Ես բարբերաբար բոլոր կանանց քաղաքական գործիչներին հրավիրում եմ ինձ հետ հարցազրույցի կամ ոդկասթի։ Ես ու մտածում եմ, որ եթե տղամարդիկ մեր
այսօր ի վիճակի չեն ինչ որ լուրջ քայլերի, ինչ որ նույնիսկ մինիմալ զոհաբերության վիճակի չեն, ամբիցիաները զոհելու վիճակի չեն, զոհել իրենց սեփական ամբիցիաները, ուրիշ բան չեմ ասում։ Միգուցե կանայք ինչ որ բան կարողանան անել։ Ինչ որ այդ, չգիտեմ, շարժում սկսեն կանայք։ Ես արդեն ուշ է նման երազանքներ ունենալը։ Ես այս տեսակ քննարկումներ հաճախ եմ ունենում, իրականում ես այդպես չէի ձևակերպի։ Կանայք էլ, տեսեք, ասիկ անցնենք կանանցի զրույցի, այն ինչ որ խոսում ենք, դա էլ է կանանցի զրույց, մինչև ես որ խոսում ենք։ Դա հենց կանանցի զրույց է, քաղաքականությունը, հեռահար մտածելակերպը, ամեն ինչ մեծ նկարով տեսնելը, դա կանանցի հատկանիշին բնորոշ զրույց է։ Եվ ինչու ենք մենք կանանց հանում քաղաքականություն, չէ, իրենք այնտեղ են, պիտի լինեն ավելի շատ, ավելի ակտիվ, եւ նաեւ եկեք ընկալենք, որ կանայք էլ էս հասարակության մաս են, որտեղ այդ նույն տղամարդիկ են ապրում, եւ ասել, որ այդ տղամարդիկ չեն կարող ձախողեցին, Էբա մենք ինչի ենք դիտորդի դերում։ Դա մեզ արդյոք պատասխանատվության չի բերում։ Դրա համար ես ուզում եմ ոչ թե նայենք ասենք այ դուք չկարողացաք հիմա մեր հերթ, ես ուզում ասել եկեք միասին փոխենք սա։ Այո, մեր մասնակցության մեծությունը որակ է բերելու, որովհետև կանայք ունեն ուրիշ հայացք։ Վերցրեք այդ հայացքը, պետքա դա ոչ թե վերցրեք, եկեք վերցնենք միասին տանենք։ Ճիշտ ֆլեշ մոբի նման մի բան է պետք սկսել, ես կին եմ, ես հայ եմ եւ դրա համար անպայման գնալու եմ մասնակցեմ ընտրություններին։ Հրաշալի ֆլեշ կարող է լինել։ Ինչ որ մի ձևով ցույց տալու համար, որ իսկապես մենք ենք վերջապես այս երկիրը մեր երեխաները, մեր թորները Չգիտեմ, իրականում երբ որ մասնակցության տոկոսներն ես նայում, այդքան չի տարբերվում կին տղամարդ, համարի հավասարապես մասնակցում։ Դե թող այն դրանք ովքեր չեն մասնակցում, որ հասարակության խնդիր է, ոչ թե կնոջ տղամարդու, բայց որ կանայք կարող են ավելի մեծ քայլ անել առաջ, առաջնորդություն ստանձնել առայն, որ հիմա մեր հայացքի ժամանակն է, որովհետև մենք հեռատես ենք, մենք մեծն ենք տեսնում, մենք ամբիցիաները մի կողմ դնելու կարողություն ունենք, ի տարբերություն ձեզ դրա համար է մեր ժամանակը, ոչ թե որովհետև դուք չեք հաջողել, նաև դրա, բայց ոչ միայն։ Եվ այս առումով դու աշխատել ես, ուղղակի պիտի ակտիվանա։ Դու աշխատել ես Փաշինյանի կառավարությունում, քո կարծիքով, հա, որպես կին, ո՞րն է նրա ամենամեծ խնդիրը։ Ինչու նա գնում է այն ճանապարհով, որը որ գնում է։ Ինչն է նրան խանգարում դեռ վաղուց որ մի 4-5 տարի առաջ վեր կենար գնան հասկանալով որ իր մնալը մեծ խնդիրներ է բերում ինչու է նա կարճած իշխանության դու երևի ունես քո բացատրությունը որովհետև նա չունի որևէ կարմիր գիծ սեփական աթոռը իշխանությունը ազդեցությունը պահելու համար որովհետև դուք ազա ձեր լրատվամիջոցով ձեր խոսքով դուք ունեք ազդեցություն Նիկոլ Փաշինյանը առանց պաշտոնի ոչ մի բան է, ինչպես նաև այն ամեն ինչ իրեն շրջապատում է, իրեն այդ բոլորը ովքեր իր նկարը կախում են, առանց դրա, որ ինքը լինի վարչապետ, հարգանքի անգամ ակնկալիք չի ունենում։ Բայց ինքը հասկանում է, չէ, որ ի վերջո մի օր վերջանալու է։ Ինքը ամեն ինչ անելու է, որ դա չվերջանա։ Ինչու՞ չի գնում, չի գնալու։ Երբեք չի գնալու, որովհետև հիմա արդեն այս ամեն ինչի ավելացել է իր անվտանգությունը, իր անվտանգությունը։ Նա հասկանում է, որ առանց իշխանության ինքը իր կյանքը վտանգված է, որովհետև այդ զոհերը, որ ինքն է տվել, ընդ որում ինչու եմ այսպես ձևակերպում, այն նույն նախադասությունից, որ ինքը հնչեցրել է ազգային ժողովում, որ նույն բանը կլիներ ուղղակի առանց զոհերի։ Ձեզ ինչ հետվում այդ ընտանիքները հասարակությունը մոռացել է։ Ոչ այդ ընտանիքները, հասարակությունն այո, բայց այդ զինվորների ծնողներն ու ընտանիքները չեն մոռացել։ Մենք մի քիչ sense խառը podcast արեցինք, մի քիչ դույով, մի քիչ դուքով, ամեն դեպքում սա մեր առաջին podcast-ները այս տաղավարում, Անե ջան, ես համոզված եմ, որ անպայման մենք հետ եւս մեկ անգամ կխոսենք, այստեղ արդեն ավելի մոտ ընտրություններին ինձ հետաքրքիր կլինի, որ դու քո էմոցիաներով կիսվես, երբ որ արդեն այսպես ընտրաշավի վերջին հատվածը գա, երբ որ արդեն հենց ընտրություններից առաջ, ասենք օրինակ մի շաբաթ կամ երկու շաբաթ առաջ, ինձ հետաքրքիր կլինեն քո էմոցիաները, որովհետև դա հետաքրքիր է։ Այսպես բարևարկությունը նաև գործընկերների հետ էս բանակցային փուլում շատ բաներ չեմ կարողանում իսկապես անկեղծ ասեմ։ Դա արդեն ասել ես մեկ արդեն հասկացա։ Բայց ինչ որ մի փուլի մենք պիտի նստենք, վերլուծենք ու հասկանանք ինչ է կատարում եւ ինչ անել։ Եվ իսկականից արի մտածենք ֆլեշմոբի մասին կանանց պարտադիր ընտրություններին տանելու համար։ Որ իրենք պարտադիր գնան մասնակցեն, թող ինչ որ մեկին ընտրեն, կապ չունի ում կընտրեն Նիկոլ Փաշինյանից եւ մասնակցությունը շատ կարևոր է։ Բայց կանայք գնան, հենց կանայք գնան մասնակցեն։ Իրենք են գնալ դա դարձնել նաեւ ընտանիքի անելի։ Կանայք ոնց են, չէ՞, դաստիարակում սեփական երեխաները ամեն դեպքում իրենց ձեռքում է։ Հենց այդպես դաստիարակել 18-ը լրացավ ընտրության։ Всё մտածում ենք ինչ որ մի հետաքրքիր ֆլեշմոբի մասին։ Շնորհակալություն հետաքրքիր ոդքասթի համար։
Գյորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։